Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը, միշտ ապրում ենք այսօր, բայց նայում ենք առաջ, փորձում ենք կարդալ, հասկանալ վաղը, ապագան և իհարկե փորձում ենք հասկանալ, որքանով գիտեն մեր անցյալի մասին։ Գուշակություններ և արդյոք որքանով է նրանք ճշգրիտ կամ ինչ ասել է էզոտերիկա։ Այսօր այս շատ հետաքրքիր թեմաներն են քննարկելու հենց այսօր, եթերում է մարդկային գործոնը և միանգամից հրավիրենք մեր առաջին հյուրին, Գուրգեն Հովհաննիսյան, աստղաբան, էզոտերիկ, պարահոգեբան։ Բարի երեկո Գուրգեն, համեցեք և միանգամից անդրադառնանք էզոտերիկ հասկացողությանը, ինչ է էզոտերիկա և արդյոք, եթե չեմ սխալվում, դուք դեմ եք այլևս այդ բանաձևմանը։ Շատ լավ, նախ էզոտերիկան կարծում յուրաքանչյուր կարող եք գտնել այդ ինֆորմացիայի բովանդակությունը կամ վերծանումը, դա գաղտնի հին հունարենից գաղտնի, թաքնված կամ ներքին շատ ժամանակ այդպես են օգտագործում, դա մի գիտելիքների ամբողջ կոմպլեքս է, որի մեջ մտնում են այն ինչ-որ սովորաբար ընդունված է համարել թաքնված, աստղաբանություն կլինի, խիրոմանտիա, պարահոգեբանական այլ ուրեմն դրսևորումներ, որոնք մի ամբողջ կոմպլեքսի մեջով ուսումնասիրում են էզոտերիկները։ Դուք նաև ձեր հարցի մեջ նշեցիք, որ դեմ եմ, ամենևին դեմ չեմ, սակայն վերջի կարևոր խոշորագույն դարակազմիկ բացահայտումից հետո մեկ տարի առաջ տեղի ունեցած, որ Ժնևում հայտարարվեց God particle, աստու մասնիկ, այդ Հիգսի բոզոնի մասնի խոսքը։ Այդ բացահայտումով մենք կարողացանք այլևս առանց ալեգորիաների եւ մետաֆրաների ներկայացնել այդ ամբողջ գիտելիքը։ Եվ իմ կողմից նաև եղել է հայտարարություն, որտեղ նշել եմ, որ այսուհետ ակադեմիական գիտությունը եւ էզոտերիկ գիտությունները միաձուլված են եւ այն ինչ որ այն պրոֆանիզմը ու այն չարաշահումները որ կային եւ ակադեմիական գիտության մեջ եւ էզոտերիկայում էզոտերիկ գիտություններով զբաղվողների մեջ ինչ չարաշահումների մասին եք խոսում պրոֆանիզացիան այն օրինակ գուշակություն ինչ որ կոնկրետ էզոտերիկ գիտելիքներին վերաբերվում մարդկանց միամիտ մարդկանց չարաշահում եւ այլն այն ինչ որ դուք բոլորդ կարծում եմ տեղյակ եք։ Լավ, շնորհակալ եմ Գուրգեն, իհարկե ձեր ասածների մեջ կան այնպիսի ճյուղեր, որոնք մստա իմ հյուրերը գուցե եւ համակարծիք են, գուցե ոչ, թույլ տվեք ներկայացնել արդեն սրահում ներկա հյուրերին։ Էքստրասենս Սոսե Բաբայան։ Բարի երեկո։ Երևանի կամերային թատրոնի դերասան, այս պարագային պետք է անպայման նաեւ նշեմ Մայքլ Ջեքսոնի բացառիկ ֆանատ Ռաֆայել Երանոսյան։ Թե ինչու դա նշեցի կիմանանք քիչ անց։ Այս կողմում ներկայացեմ հայ ռեյկիստների ասոցիացիայի նախագահ Լուսինե Առաքելյան եւ առողջ հոգի առողջ մարմնում Աուրայի կենտրոնի տնօրեն Զինայդա Գալստյան։ Բարի երեկո։ Լսեցինք Գուրգեն ինչ ասում, որ ընդհանրապես արդեն մանավանդ պրոֆանների փաստը նշեց եւ շահարկումները, երբ որ որոշ այս հարցում գիտելիքներ չունեցող մարդիկ կարող են դիմել մասնագետի եւ հետեւաբար ստանալ ոչ այն լիարժեք գիտելիքները կամ ծառայությունները, որոնք որ պետք է։ Ինչ կասեք այս կապակցությամբ, Տիկին Զինայդա։ Ես ասեմ որ վերջին ժամանակների վերջի 4-5 տարիների ընթացքում մարդկանց մոտ այնպիսի լեքսիկոնի մեջ, բառակազմության մեջ այնպիսի խոսքեր են ավելացել, ինչպիսին աուրան, չակրա, ռեինկարնացիա, կարմա, սա խոսում են դրա մասին, որ մարդկանց գիտակցությունը աստիճանաբար աճում են, նրանք ցանկանում են, ուզում են իմանալ իրանց ով լինել է, դե բնականաբար ամեն մարդ ունի իր աուրան, այ եթե մենք ձեռքերը մեկնենք այս տարածությամբ մի մետր շարավողում, դա կազմում է մեր աուրան, այսինքն անտեսանելի դաշտ է, առանց որի մարդը գոյություն ունենալ չի կարող։ Աուրայի գույնը կապ ունի մարդու լավ կամ վատ իհարկե բնավորության էության հետ շատ մեծ կապ ունի։ Սովորաբար այն մարդիկ, ովքեր ունեն հոգևոր պլանում շատ մեծ զարգացում, նրանց գույնը աուրայի լինում է ավելի շատ մանուշակագույն, սպիտակ, երկնագույն։ Մենք շատերս բնությունից տրված բոլոր մեր հատկությունները փակում ենք։ Այս կխնդրեի խոսենք նաև դրա մասին, երբ որ խոսում էինք եթերից առաջ, որ բոլորը ունեն տրված այդ էներգետիկ հատկությունները, բայց քչերն են օգտագործում։ Լուսինե, խնդրում եմ շարունակեք։ Իհարկե, բոլորը ունեն, բոլորը կապ ունեն տիեզերքի հետ։ Խոսեցինք, որ հնարավոր չի մարդը տիեզերքի հետ կապ չունի, կապը չլինի։ Ձեր կենտրոն կոնկրետ ովքեր են դիմում կամ ինչի համար։ Մեր կենտրոն դիմում են տարբեր եւ հիվանդություններով եւ տարբեր հոգեվիճակներով մարդիկ։ Իսկ ո՞նց է կողում այդ վնասվածքը։ Ձեռքերով։
ռեյկին ձեռքերով ենք աշխատում եւ չակրաների վրա աշխատելով, ընդհանուր մարմնի հետ աշխատելով չակրաները հավասարակշռվում են։ Այսինքն եկողը պետք է հավատա, որ դուք նրան կարող եք օգնել։ Գիտեք, հավատքը շատ հզոր բան է, շատ հեշտ է աշխատանքը գնում, երբ մարդը հավատքով, ինչ որ արդեն գիտելիքով, այն բարձր գիտակցությամբ գալիս է, արդեն մենք էլ ուրիշ տեսակ ենք այդ մարդկանց հետ աշխատում, բայց մեզ աշխատանքի համար բոլորովին կապ չունի մարդը հավատում է թե չէ, որտեղ աստվածային էներգիաները իրենց գործն անում են։ Շնորհակալություն, քանի որ նշեցինք աստվածային էներգիաների մասին, ես սովորություն ունեմ ասելու Աստծո էներգիան։ Հրավիրենք այս պահին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչին Տեր Թովմա քահանա Անդրեասյան, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանա։ Համեցեք, օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տեր Թովմա, նստած խոսում ենք էներգետիկ դաշտերից, բիոդաշտերից, աուրաներից, չակրաներից եւ այլն, եւ եկանք ի վերջո հանգեցինք դեռևս նրան, որ ամեն ինչ սկսում է եւ ավարտվում է հավատքով։ Ինչպիսին է եկեղեցու դիրքորոշումը կապված գուշակությունների, տարբեր նմանատիպ գիտությունների հետ կապված։ Ընդհանրապես Աստվածաշունչը դեմ է գուշակություններին, աստղագուշակությանը, ոչի հմայությանը եւ նման ուրիշ բաների, մոգությանը, օկուլտ տարբեր գիտություններով զբաղվելուն։ Այդ մասին օրենքներ կան, օրինակ Ելից Ղևտացոց գրքում երկրորդ օրինացում։ Եվ Աստված շատ խիստ է խոսում, ասում է նրանցով զբաղվողներին սպասում է մահ։ Տարբեր ասենք նախադասությունների մեջ դա երևում է։ Եվ ով էլ որ փորձի նրանց մասնակից ունել նրանց գործունեությանը, նրանց էլ է մահ սպասում։ Խոսքը վերաբերում է հրեաներին, որոնք մտնում էին ավետյացի երկիրը։ Երբ հոգեգալստի օրը, երբ որ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, այդ ժամանակ տեղի ունեցավ մի երևույթ, որ Պետրոսը ինքը բացատրում է, ասում է սա այն է, եւ Հովել մարգարին ասում է, որ Աստված ասում է Հովել մարգարեին, իմ հոգին թափելու եմ իմ որդիների եւ դուստրերի վրա եւ նրանք սկսելու են խոսել մարգարեանալ։ Եվ դա իսկապես տեղի ունեցավ եւ շատ մարդիկ քրիստոնեություն ընդունեցին։ Տեր Թովմա, ներեցեք, մարգարեությունը շատ հաճախ նույնացնում են գուշակության հետ։ Այո, դե մարգարեությունը ավելի լայն ոլորտի գործունեություն է, քան գուշակությունը։ Գուշակությունը որպես կանոն ավելի նեղ է, ասենք կոնկրետ կապ ունի որևէ մարդու ճակատագրի հետ, հոգեվոր վիճակի հետ եւ այլն, ասենք ապագայի։ Այսինքն ես գիտեք խճճվեցի, եկեղեցին ընդունում է մարգարեություն։ Եկեղեցին ընդունում է մարգարեությունը միայն եկեղեցու սահմաններում։ Եվ եղավ մի պահ, որ քրիստոնյա աշխարհում բոլորը մարգարեանում էին, այդ մասին նույնիսկ Պողոս առաքյալի թղթում կա, ինքը ասում է Սուրբ Հոգու շնորհն են մարգարեություն, որ շատերն ունեն, բժշկության շնորհ, օտար լեզուներով խոսելով շնորհ եւ այլն։ Եվ առաջի փաստորեն ժամանակներում դա իր գործը անում էր։ Մարդիկ առնչվում էին Աստծո հետ, ընդունում էին քրիստոնեություն, բայց դա դարձավ սովորություն։ Մարդիկ սկսեցին շնորհը ավելի սիրել, քան Աստծուն։ Շնորհը նրանց համար դարձավ սովորական բան, շնորհը իրենց համար դարձավ նախատեսելի։ Եվ այդ ժամանակ նույնիսկ արդեն Պողոս առաքյալի մոտ մտահոգություն կար, որ մարդիկ զբաղվում էին գուշակությամբ, մարգարեությամբ, օտար լեզուներով խոսելով, Սուրբ Հոգու միջոցով բժշկություններ անելով։ Ինքը հորդորում էր մարդկանց, ասում էր, որ ամենակարևորը այս ամեն ինչի մեջ սերն է, հավատը, եթե չկա սեր եւ հավատ, ում է պետք մնացած բոլոր շնորհները։ Այսինքն դուք նախանձախնդիր եղեք սիրո հավատի հարցերում, խոնարհության հարցում։ Մի ձգտեք շնորհների։ Շնորհակալություն Տեր Թովմա, մենք ունենք այստեղ հյուրեր, որոնք ձեռնադրված հոգևորականներ չեն, բայց անմիջական առողջություն ունեն։ Այսինքն այն բոլոր մարդիկ, որոնք արդեն ձեռնադրված հոգևորականներ չեն, եթե իրենք շարունակում են իրենց գործունեությունը որպես մարգարե, որպես, ասենք, բժշկություն անող Աստծո շնորհով, իրենք համարվում են եկեղեցուց դուրս։ Սա իրավական տարբերակ է։ Այո։ Շնորհակալություն Տիկին Սոսե, ձեր մեջ երբ եք հայտնաբերել էքստրասենսորային հատկությունները կամ ինչպես եք հայտնաբերել։ Ուրեմն էքստրասենսորային հատկությունները ես արդեն շուրջ 23 տարի զբաղվում եմ։ Ճիշտ է, ես շատ ուշի հետևեցի, եթե օժտված ես որևէ շնորհքով, ուրեմն եկեղեցուց դուրս է գալիս, միշտ ես հաճախում եմ եկեղեցի եւ սա այս
այս падգամը, որ ի վերուս տրված է, ես անպայման կապում եմ Աստծո հետ, որովհետև ես 23 տարվա մեջ այնպիսի փորձությունների մեջով եմ անցել, այնպիսի հիվանդագին մարդկանց եմ ոտքի կանգնացրել, որ դա պետք է անպայման Աստծո միջամտությամբ ես կարողացել եմ տվյալ մարդկանց օգնել եւ նպաստել առողջությանը։ Փաստորեն իրականության մեջ այնքան կան անհայտ, անհասկանալի, անբացատրելի թաքնված երևույթներ, որ դեռ ժողովրդի գիտակցությանը հասու չէ։ Այսինքն աշխարհի խորիմացությունը պետք, որպեսզի այդ իրերի փոխհարաբերությունների հայտնագործում լինի։ Կինսոսե, հիմա մենք այդ թեորիան է, ես ուզում եմ անընդհատ բերել ձեզ պրակտիկայի։ Ինչպես է բուժում էքստրասենսը իրեն դիմաց հիվանդին, կամ ինչպես է որոշում ինչ հիվանդություն ունի նա։ Բոլորովին թույլ չեմ տալիս, որ ասեմ դուք մի ասեք ձեր հիվանդ տեղը։ Ես ոտից գլուխ զննում եմ, հիվանդ բջիջների շուրջը, հիմնականում էներգետիկ դաշտը ստանում եմ հիվանդ բջիջների շուրջը։ Հիմա ես կմոտենամ ձեզ եւ հետաքրքիր է, դուք նստեք։ Կարող եք ինձ ասել, ես ինչ հիվանդություն, մոտավորապես ինչ խնդիր ունեմ, թե հիմա բարդ է։ Հիմա բարդ չէ, Նազենի ջան, պետք է ոտից գլուխ կանգնեք, ոտից գլուխ ես հետ կանգնեմ ու նայեմ։ Մենք վերադարձել ենք եւ հենց հիմա Տիկին Սոսեն ինձ կոնտակտ է տալիս։ Մենք տեսնենք թե Ուրեմն ես կենտրոնանում եմ եւ էներգետիկ դաշտ կարողանում եմ իմ մեջ եղած բիոէներգիան փոխանցել ձեզ։ Տկտկոցով, կրախմալի ճռոցով պետք է ինչ-որ զգացողություն ունենաք, մատերի տակ սովորական իմպուլսների հարվածներ են ու սովորական ձեռքերից միանշանակ տարբերվում է։ Դուք պետք է զգաք, ես հիմա այս փոքրիկ օրինակով հաղորդում եմ սա կոչվում է կոնտակտային մերսում, իսկ դուրս գալուց հիմնականում փորձերի հիվանդներին բուժելու ժամանակ պետք է կոնտակտից դուրս գալ եւ հիվանդությունը ավելի շատ արագ բուժվում է առանց կոնտակտի մերսման ժամանակ։ Հիմա ես դուրս եմ գալիս, Նազենի ջան։ Ուրեմն նորից ես ստանում տես ճտոսներով ես ստեղծում եմ այդ դաշտը, իհարկե ձեռքդ հիվանդ չի այս պահին, ուղղակի ես կարողանում եմ փոքրիկ օրինակ ստեղծեմ, որ ես հիմա դաշտի մեջ եմ։ Իմ հոսանքը քո ձեռքերի մեջ, հիմա ես պարպում տամ, էներգետիկ դաշտի պարպում տամ ու ձայնը լսեք։ Տեսակ եղավ պարպում, սա միանշանակ այս փորձով ցույց եմ տալիս, որ հիվանդին ես ի վիճակի եմ կոնտակտի մեջ գտնվել եւ ցանկացած տեղ միանշանակ, եթե իհարկե ուզում եք, ես կարող եմ կանգնել եւ ասեմ ձեր հիվանդ տեղերը, եթե իհարկե Եթե շատ սարսափելի հիվանդություններ չեն, ասեք։ Միանշանակ ես անկեղծ ասեմ, ես շատ մեծ հույսեր ունեի, որ դուք կասեք դուք բացարձակապես առողջ եք, Նազեն ջան, որևէ խնդիր չկա, ես այդպես գիտեմ։ Կանգնեք եւ ձեզ տեսնողը բոլորը կասեն եւ բացի ինձանից, որ ես հիվանդ եմ։ Ոչ, այնքան դուք ընդհակառակ մեր էներգետիկան դրական եք տալիս, ոնց որ սիրուն գեղեցիկ ծաղիկ ու բոլորս դուրս են գալիս այդ վիճակից։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, բայց հետաքրքիր բան է, մենք քիչ առաջ հասկացանք, որ աուրան փոփոխական է, չէ՞։ Այո։ Ես ճիշտ ասած զգացի, որ Տիկին Սոսեն շատ բարի մարդ է եւ ընդհանուր առմամբ ուզում է բոլորին օգնել, անգամ ինձ, եթե ես չունեմ օգնության կարիք, փորձում էր օգնել։ Բոլորս հիշում ենք, հենց այս հեռուստաընկերությունում մոտ 3 տարի առաջ էքստրասենսներ հաղորդում էր, որտեղ ես եւ Զինայդա մեր համեստ ներկայացումը ունենք։ Դա մի հետաքրքիր փորձ էր ըստ իմ մեկնության կամ իմ ներկայությունը այդտեղ հենց փորձի պատճառով էր, թե ինչ կարող են անել սովորական մարդիկ, եթե մի փոքր սկսեն հավատալ իրենց ինտուիցիային, իրենց ներքին զգացողությանը։ Այն ինչ որ դուք այժմ տեղի ունեցավ, դա փորձ էր Սոսեի կողմից, Տիկնոջ կողմից իր ինտուիցիային ուղղակի վստահելու, թե ինչքանով է դա ստացվում, դա արդեն լրիվ այլ Բայց հիմա նայեք, ես ունեմ շատ լավ զարգացած ինտուիցիա, բայց այդ ինտուիցիայի շնորհիվ ես չեմ կարող շատ բաներ իմանալ։ Եկեք այս պահին հրավիրենք մի մարդու, ով կարողանում է ոչ թե ինտուիցիայով, այլ կոնկրետ հաշվարկով հասկանալ շատ ճշմարտություններ։ Նինա Բարիսենկո, Աստղաբան։ Համեցեք Տիկին Նինա, նստեք, հետաքրքիր է, հնարավոր է արդյոք մարդու հիվանդությունը բնորոշել ըստ աստղաբանության, այսինքն հաշվել կամ հասկանալ, թե ինչպես է, ինչից է այդ հիվանդությունը, հնարավոր է։ Իհարկե կարելի է, հաշվարկում եք եւ համապատասխան տներում նայում եք, թե ինչպիսի ֆիզիկական խնդիրներ մարդ կարող է ունենալ։ Իսկ դրա լուծումները արդյոք հնարավոր է տալ։
լուծումները բժշկությունը կտա։ Այսինքն մենք միայն գուշակում ենք, հանում ենք ջրերից եւ Մայքլ Ջեքսոնի ամենասիրելի ու տարօրինակ հետաքրքրություններից էր հենց գուշակությունները։ Նա դիմում էր էքստրասենսների եւ խորապես հավատում էր, որ նրանք կարող են իրեն օգնել։ Իմիջիալուց Ռեյգանն էր այդպես նախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգների Լենոնը։ Ընդհանրապես ասում են, որ ֆատալիստներ են ավելի շատ դիմում։ Ռաֆայել, օրինակ դուք որքանով եք, հա, հավատում էքստրասենսների եւ արդյոք Ջեքսոնի կյանքի այս էջերին ծանոթ եք։ Դե էջերին ծանոթ եղել եմ Նազենի ջան, բայց տենց ինչքանով որ ես եմ հավատում, կարելի ասել ես շատ չեմ հավատում նման տենց գուշակությունների, նման բաների չեմ հավատում, ես ավելի շատ հավատում եմ ինձ, ավելի շատ հավատում եմ իմ Աստծուն։ Բայց օրինակ որ ասում են վատ աուրայով մարդը, հավատում ես դրան։ Այսպեսի մի բան էլ կա, օրինակ ես վատ աուրան մի անգամից եմ զգում, որտեղ լինելով դերասան եւ բեմ եմ դուրս գալիս, հանդիսատեսի շարքում եթե նստած լինի մի վատ բացասական էներգիայով մարդ, ես մի անգամից այդ մարդուն նկատում եմ։ Մի անգամից նկատում եմ այդ մարդուն ու սկսում եմ այդ մարդու ուղղությամբ չաշխատել, որովհետեւ չեմ կարողանում մարդու հետ կոնտակտի մեջ մտնել, ցենց սպառվում եմ։ Բայց տենց որ ասեմ շատ հավատում եմ կամ ինչ-որ բան նմանատիպ բաների աշխատում եմ հեռու մնալ։ Եվս մի բան ասեմ, որ մենք նոր ժամանակահատված ենք թևակողել մարդկությունը երկրի հետ միասին, նոր ժամանակ, երկիրը մտավ ջրհոսի համաստեղության մեջ։ Նոր բարձր էներգիաներ, նոր վիբրացիաներ, որոնք գալիս են աստվածային հոգևոր պլանից։ Իսկ մենք ցածր վիբրացիա կրող, մենք բոլոր մարդիկ ցածր վիբրացիաների մեջ ենք, ցածր վիբրացիաներ ենք կրում։ Այսօր մարդկությունը պետք է փոխվի։ Շատ կարևոր է մեր աուրան մարդու հետ եւ առողջության հետ կապված, եւ ճակատագրի հետ կապված եւ հաջողությունները։ Գիտեք, այսօր հիմնականում տեսեք քիչ առաջ նշելով դիեզերքից եկող էներգիաները մտնում է սրտի կենտրոն, դա սրտի կենտրոնը, մեջտեղի կենտրոնը, դա հոգեվորի եւ նյութականի միացման կամուրջն է։ Ես միշտ սիրում եմ ասել, դա Քրիստոսի դարպասներն են, որտեղ կա 3 հզոր ուժ՝ իմաստություն, սեր եւ ուժ։ Գիտեք, գալով բարձր ալիքները, եթե մարդը ունի հոգու խորքում, եթե վիրավորանք եթե կա, ապա նա չի կարող այդ էներգիաները ընկալել։ Մարդու մոտ տեղի է ունենում շատ ուժեղ տրանսֆորմացիաներ, որի հետևանքով շատ տարածում է ստանում երիտասարդների մոտ հոգեկան շեղումները։ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ կարծում, որ կա մարդ, որը մի քիչ ինչ-որ մի բանից նեղացածություն չունի, գոնե ասենք քաղաքական որևէ մարմնից։ Բոլորի մոտ է մի քիչ շատ հետաքրքիր եւ խառը վիճակների մեջ է մարդկությունը հայտնված։ Պետք է իմանա, բոլորին այսօր դիեզերքը պահանջում է անվերապահ սեր։ Պետք է սերել, իսկ եթե չեք ներում, սիրելը հնարավոր չի դառնում։ Սա է պահանջում։ Կներեք, որ ընդհատում եմ, մենք այսօր ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որ ունի շատ սոցիալական խնդիրներ, չէ, որ ունի քաղաքական բազում խնդիրներ, արդեն ցավոք սրտի հոգևոր առումով շատ խնդիրներ, նաև եկեղեցին նորից կրկին փորձում են սասանել, չէ, տարբեր ուղղությունները։ Հիմա դուք որպես մասնագետներ այս սֆերայի արդյոք ինչ որ գործողություններ անում եք, որպեսզի հասկանաք ինչ է սպասվում, ինչպես կանխել։ Политическое поле изучая, мы можем определить, где в каком регионе наступают какие-то напряжения. К вам кто-то обращался из политиков? Да. Բայց դուք հաշվարկել եք եւ նրանց ասել եք ինչ անեն, որ ասենք мандаты пахнет. Для того, чтобы смягчить хотя бы какие-то удары извне, потому что общая политическая атмосфера во всем мире, она неспокойная. Да, մենք անձեն աչքով տեսնում ենք, դրա համար էքստրասենս պետք չի լինել, ինտերնետն էլ ամեն սև գործ անում է։ Ես ուզում եմ հասկանալ, մենք երբ որ ձեզ դիմում եմ մարդը եւ ուզում եմ մաքրվել իր աուրան կամ չգիտեմ ինչ, օրինակ առաքելական եկեղեցին պատրաստ է ընդունելու բոլորին, որովհետեւ ասում եմ մարդը սխալական է եւ վերջում չէ փորձում է տալ նրան անընդհատ շանս եւ սա թերևս ամենադեմոկրատ կրոններից է։ Այո, բոլոր հարցերի պատասխանը եկեղեցին բնականաբար չի կարողանում տալ։ Ես ուսումնասիրելով վերջի ժամանակներս մի շատ մեծ կոպիտ սխալ է կատարվել, երբ որ Աստվածաշնչից հանել են այն տեղեկությունները, թե ինչ բան է ռեինկարնացիան, ինչ բան է կարման։ Նու մեր եկեղեցին ասում է կարմա, արևմուտքը ասում է մեղքեր։ Եկեղեցին բոլոր պատասխանները չի էլ փորձում տալ։ Մեր նպատակը պատասխանները տալը չի։ Մեր նպատակը աղոթքով մարդուն օգնելն է, որպեսզի նա ձեռք բերի խաղաղություն։ Այո, աղոթքներով համաձայն եմ ձեզ հետ հզոր հասկանալ ամեն ինչ մենք դա չենք փորձում։ Ընդհանրապես եթե Պողոս Առաքյալի թղթերը կարդաք, այնտեղ ասում է իմ ուժը իմ անզորության մեջ է։ Իմ անզորության մեջ է երևում Աստծո ողջ ուժը։ Ես համաձայն եմ Աստվածաշունչը գրած ա եղել այն հին ժամանակների հիմա գիտակցություններ ա փոխում, մենք ամեն մեկս հրեշտակներ ենք, մենք ունենք մեր մոտ այդ պոտենցիալ ռեինկարնացիայի գաղափարը։ Բոլորս հրեշտակներ եղել եք գաղափարը։ Ես ասեմ դուք ձեռադրվել եք
ձեռադրման միջոցով շատ ներողություն եմ խնդրում, ձեռադրման Դուք ասում եք եղել է, չէ՞։ Ինչ նյութուն եք այդպեսի։ Որտեղ է եղել։ Կարծեմ 553 թվականին մեծ ժողով է եղել, տեյզերական ինչ-որ ժողով, անունը չեմ հիշում, եւ այդ ժողովի ընթացքում ռեինկարնացիայի գաղափարը Աստվածաշնչից հանվել է։ Ես ասեմ, այդպեսի բան ես չեմ հանդիպել։ Ես էլ լավ ծանոթ եմ Աստվածաշնչի շուրջ տեղի ունեցող ժողովներին, այդպեսի բան չի եղել։ Ես ասեմ, գիտեք ինչ ինֆորմացիա։ Դանունն է ոնց որ ժամանակին ասում էին, որ Հիսուսը երբ որ համբարձվել է գնացել է Հնդկաստան։ Դա թաքցնում են ասում, բայց այդպեսի բան չկա։ Ուրեմն ցանկացած նորություն միշտ խորթ է թվում։ Դեռ Ջորդանո Բրունոյի ժամանակ, երբ որ ասել է երկիրը պատտվում էր առանցքի շուրջը, այրել են, բայց բավականին տարիներ հետո այդ նույն հրապարակում կանգնեցրել են իր արձանը։ Մեր եկեղեցում երկիրը պատտվում է առանցքի շուրջը։ Խորթ է թվացել Անանիա Շիրակացու ժամանակներից դա հայտնի է եղել եւ եկեղեցին ոչ միայն չի պայքարել դրա դեմ, այլ Գալիո ասել է, բարի չի նշանակում հերքել։ Դուք կաթոլիկ եկեղեցին նկատի ունեք, մենք տարբեր եկեղեցիներ։ Ուզում եմ ասեմ, ցանկացած նորություն ճշմարտությունը սուր է թվում։ Հիմա ուզեմ մի բան հարցի մեջ եմ գտնվում, միշտ կարող եմ ասել, ռեինկարնացիայի գաղափարը նորություն չի։ Դա հնություն է։ Ռեինկարնացիայի գաղափարը ավելի շուտ է եղել, քան թե քրիստոնեությունը։ Մոռացել են ինչի համար, որ Բուդդան Քրիստոսից 7 դար առաջ է։ Լավ, մի բան հարցեմ, յոգա անողները համարում են, որ իրենց յոգայի արդյունքում, ասենք, մարդկանց եւ իրենց հարակից շրջապատողների աուրան լավանում է, ենթադրենք։ Այսօր համաշխարհային քաղաքական տխուր իրավիճակում ինչ եք անում դուք մասնագետները եւ արդյոք հնարավոր է հաշվարկելով կանխել որոշ բաներ, ինչպես ժամանակին արել են նույն Հիտլերի համար։ Հիտլերին ասել են, որ պարտություն է լինելու պատերազմ, բայց վախեցել է։ Խոսքը իմ մասնագիտությանն է վերաբերում, ես խորին շնորհակալ եմ տիեզերքին եւ Աստծուն, տիեզերք աստված հասկացողությունն ինձ համար միևնույն է, որովհետեւ սեր է տիեզերքը, ինչպես մենք ենք, եթե Աստծուն հիմա սեր ենք։ Նայեք, եթե ես ամեն ինձ դիմող մարդու ամբողջ էներգետիկ դաշտը մաքրում եմ նեգատիվ էներգիաներից, այնտեղ կա վախեր, այնտեղ կա անհանգստություններ, այնտեղ կա անհասկանալի բաներ, որ մարդը չի կարողանում պատասխանել, վախեր, տարբեր տեսակի տագնապներ, մարդը մոտ առաջանում է այնպիսի զգացողություններ, մահանալու մեծ ցանկություն, պահիտակ, գիտեք շատ խառը վիճակներ է, հիմնականում դա բացատրում է, ես մանրակրկիտ բացատրել, երբ որ ամեն մարդու էներգետիկ դաշտը մաքրելով, ես ժամերով մաքրում եմ։ Բա հետո դուք ոնց եք մաքրում։ Ես ունեմ իմ պաշտպանվածությունը։ Ես ունեմ հատուկ ես որ ասած քիչ առաջ ձեռադրվա, մենք էլ ենք դեր, ես էլ եմ ձեռադրվել Մոսկվայում։ Այսօր Մոսկվայում զարգանում է մի շատ հեռանկար ունեցող ինստիտուտ, որի որպես ինչ դիգ։ Ձեռադրվել եմ որպես աշխատեմ մասնագետ, որովհետև կա այսպիսի գիտելիքներ, հայ, սերունդից պիտի փոխանցվի, անընդհատ փոխանցում է այդ գիտելիքները։ Այսօր այն, որ ես կրում եմ, այն կան ալիքները, որով ես աշխատում եմ, դրանք շատ բանական են։ Շնորհակալություն եմ, ժամը որ մանրամասներին չեք ասել։ Մասնավոր դեպքեր են, իհարկե ես ճանաչում եմ Զինայդային եւ գործնեությանը նույնպես, սակայն ձեր կոնկրետ ձեր հնչած հարցին ինչ վերաբերում է։ Այն ինչ մենք գիտենք, մեր գիտակցականի մեջ է դա այդ խնդիրները, խնդիրները, մենք ունենք նաեւ ենթագիտակցական շերտ, իսկ դա ամեն ինչը ձգտում է բալանսավորման, ամեն ինչը սոցիալիզացիա կուրավնենիում։ Ու մենք ենթագիտակցորեն մեր այդ ներքին աշխարհում ստեղծել ենք այն լուսավոր հիանալի աշխարհը, որ պետք է ամենակիչը հակադրվի այս տվյալ գորշության, եթե այսպես անվանենք, չնայած դա զուտ որակավորումներ են մեր կողմից։ Հետևաբար տվյալ ժամանակաշրջանը, ինչ որ նշվեց, որ նոր փուլ է մեկնարկել եկագնդի պատմության մեջ եւ այլն մարդկության, հենց դա է նախանշում, որ այդ լուսավոր աշխարհը, այսպես ասեմ, պետք է արտահայտվի։ Իսկ քաղաքական դաշտը եւ եկեղեցին դրանք հստակ սոցիալական ֆունկցիաներ են կատարում, դրանք համակարգի մասեր են, իսկ յուրաքանչյուր համակարգ գտնվում է կատարյալ հսկողության տակ։ Հիմա ուզում եք ասել, որ այն գիտելիքները, որ դուք ունեք, դրանք համակարգի արդյունք չեն։ Համակարգի արդյունք են, իհարկե։ Եթե գիտակցական դաշտում ռացիոնալ գիտելիքները բավական մեծ տեղ են գրավում, իրրացիոնալը պետք է իրեն մի կերպ արտահայտի եւ այս էքստրասենսորիկա ունեցող մարդիկ եւ այլն դրանք բոլորը այդ դրա պահանջից ելնելով կան։ Ես կարծում եմ, որ հիմա այն ժամանակացած է, երբ իրրացիոնալն ու ռացիոնալը վաղուց խառնվել են իրար եւ հիմա մեծ հարց է էքստրասենսորիկան իրրացիոնալ է թե ռացիոնալ։ Համենայն դեպս հոգեվոր աշխարհում ոնց հասկանում եմ, բոլորդ հավատքով մարդիկ եք, այսինքն կարևորում եք հավատքի գործոնը։ Հիմա Ռաֆայելը խոսքի կեսից ասաց համենայն դեպս փորձում եմ հեռու մնալ նմանատիպ մարդկանցից, այսինքն գուշակներից, էքստրասենսներից եւ այլն։ Որտե վախենում եմ Նազարի չասմանատի բաներից։ բոլորովին հարց չկա։ Ես
Տնատուր, եթե մարդ հոշտված է, ուղղակի դա արդեն գիտելիքների այդ մարդը, որը հոշտված է, կարող է ներազդել եւ լավ եւ վատ առումներով, չէ՞։ Չէ, եթե օրինակ թեկուզ ինձ շատ ներող կլինեն բժիշկները, ես մարդկային գործոն այս հաղորդաշարը հիանալի հաղորդաշար է, որ հենց մարդկային գործոնների մեջ է մտնում, հարգելի Նազենի ջան։ Ես առողջապահության նախարարությանը հստակ կարող եմ ասել, թող ուսումնասիրեն, իրոք կան շարլատաններ։ Ես սա իմ ապսեն է, իմ սկուտերի մեջ ոնց հասկանանք շարլատան է այդ մարդը, թե անկիր չեն կարողանում։ Ցանկացած էքստրասենս, եթե չի կարողանում իր էներգիան հաղորդել մոնիտորի վրա, որ ժողովուրդը տեսնեն իրոք ինչպիսի ամպլիտուդաներով է կարողանում փոխել, ուրեմն դա շարլատան է։ Չեն կարող ասեն ձեռքը դնում եմ ու Աստծուն խնդրում եմ։ Պիտի ցանկացած էքստրանսենս կարողանա իր էներգիան փոխանցել։ Ես ինքս փոխանցում եմ եւ բուժման դինամիկան լավ տեսնում եմ։ Բարձում է ես էլ եմ էքստրասենս։ Ասեմ ինչի, որովհետեւ այդ նույն բացասական էներգիայով մարդը որ գալիս է հանդիսատեսը որ գալիս է թատրոն, ինքը գալիս է սկզբից ես նստած վատ դեմքով, sense որ յանի ես սուր եմ եկել, sense, բայց ընթացքում եկել տենում ես ինքը բարիացել, արդեն sense է նայում քեզ։ Sense է, ինքը վերջում ծափատալի բրավո է, ուրեմն դրական էներգիան ուղեղի ճեղքերի մեջ կան, չէ՞, հաստորեն ձեր աուրան ժամանակավոր կծկումներ տվավ եւ ենթարկվեց ձեզ։ Լավ, ներեցեք, մենք հիմա ասեք, Ռաֆայելը ձեզնից 1000 միլիոն անգամ ավելի շատ մեծ գործ է անում։ Զուտ էքստրասենսոր ես բոլորովին չեմ կարող ասել, որ ինձանից շատ գործ է անում։ Ես կոնկրետ անձնավորում դուք ընդհանրացեք փորձեք։ Արվեստը դա այն գործը, որտեղ պետք է ըստ էության այս ամեն ինչը տեղափոխվի։ Եթե դուք չեք կարող դա ցույց տալ որպես արվեստի միջոցով, ուրեմն դա դուք մասնավոր ուղղակի երևույթ եք։ Ներեցեք, մասնավոր երևույթները շատ են եղել, բայց աշխարհում կան անուններ Մեսինգ, Նոստրադամուս, Վանգա, ես կարող եմ թվարկել անվերջ եւ ժամանակակից անուններ էլ, որոնք մնացել են պատմության մեջ, բայց իրենք գուշակություններ չեն արել, այլ նաեւ մարգարեություններ, որովհետեւ հաճախ այն ամենը ցավալիորեն ինչը արտահայտվել է նրանց կողմից, ի կատար է ածվել։ Հիմա սխալներ են եղել։ Սխալներ միշտ են եղել։ Բայց սխալները խիստ կարգավորված են։ Տաղավարում ընդամենը սահմանափակ քանակությամբ մարդիկ, բայց համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների Հայաստանում ներկայումս գրանցված են մոտ 5150 գուշակ եւ աստղագուշակ։ Դուք հասկանում եք 5000, լավ, ենթադրենք 100 գուշակ, աստղագուշակ կամ աստղաբան, որովհետև հաճախ խառնում են, աուրայի մասնագետ, կոսմոէներգետիկ, էներգետիկ, գիտեմ, տարբեր։ Իդեպ ասեմ, որ իրենք շատ վնաս են տալիս մեզ հոգեորականներիս։ Օրինակ վերջերս մի կին եկավ, ասաց, որ իր ամուսնու մեջ սատանա կա։ Մոսկվայից ինչ որ գուշակ, թե էքստրասենս, ասեց, որ մեջ կա սև դև, որին պետք է հանել։ Եվ ինքը ասեց, ուզում եմ դիմել քահանային կինը, եւ ինքը ասեց, ում եք ուզում դիմել, ասաց Տեր Թովմային, ինքը այնտեղ մտածեց, երևի ինչ որ բան էր անում, դիեզերք էր կապում, որպեսզի իմանա արի Տեր Թովմային դիմել, ասեց, հա կարող եք դիմել, ինքը լավ մարդ է, բախտս բերեցի իհարկե։ Այդ առումով կարող է հա, հակառակը կարող էր ասել եւ այդ կինը եկավ ինձ մոտ։ Ես գնացի որպեսի ստուդիամ, իսկապես կա նրա մեջ սատանա, թե ոչ։ Մենք ունենք հատուկ կարգ, այսահարած կարգ, ես սկսեցի անել տնօրնեքի հետ միասին, որպես կանոն ասահարած կարգ անելիս, եթե մարդու մեջ կա սատանա, ինքը անպայման ի հայտ է գալիս, ինքը սկսում է կատաղել, ինքը կարող է հարձակվել եւ նման ուրիշ բաներ։ Բայց այս տղան խոնարհաբար նստած էր եւ ինքն էր խաչակ կնքում էր։ Երբ որ պահը գալիս էր։ Ես ասացի ոչ մի այդպիսի բան չկա, ընդհանրապես նա հիվանդ է։ Որոշակի հիվանդություն էր։ Այդ կինը սխալվել է։ Ոչ չի կարող սխալվել, ինքը հայտնի անձնավորություն է Մոսկվայում, իր մոտ շատերն են գալիս, ասացի ինքը սխալվել է։ Եվ տնօրնեքի ժամանակ էլ ինքս էս պատուհանները բացել, ասում եմ ինչու եք բացում։ Ասեց այդ կինը ասեց որ անպայման տնօրնեքի ժամանակ պատուհանները կբացես։ Ինչու՞, որ չար ուժը պատուհաններից դուրս գա։ Այսպիսի պայմաններում հնարավոր չէ, պետք է մարդը, եթե քահանային դիմում է, հավատ ընձեռի նրա հանդեպ։ Այսպես անդադ այն մյուսին հետևելով եւ քահանային դիմելով ոչ մի արդյունքի չես կարող։ Շնորհակալություն։ Հոգեբանական հիվանդությունները այսօր շատ են, հա, հնարավոր է արդյոք դրանք բուժել կամ հաշվարկել այնպես, որ այդ մարդու կյանքում չլինի ինչ-որ իրադարձություն, որի արդյունքում ստեղծում է այդ հիվանդությունը։ Ես միանշանակ ինձ տվեք մի հատ հոգեկան խախտումներով հիվանդ եւ զննում եմ գլխուղեղը, այսինքն կատարում է գլխուղեղի անոթների նեղացում։ Հիմա ստացեց, որ յուրաքանչյուր հիվանդություն դուք բուժում եք, բայց ինչի են բժիշկները։ Ես չեմ ասում ինչի են բժիշկները, բոլորովին չեմ կարող։ Ուղղակի ես ուզում եմ իմ իսկությունը ապացուցեմ, որ իրոք էքստրանսենս, եթե գիտնականներ լինեն, եթե ապարատուրաներ լինեն։ Ուղղակի այստեղ միակ Գուրգեն ներեցեք, որ ասում եք այս մարդիկ դուք ձեզնից օտարում եք, այսինքն դուք այո, Գուրգեն,
Ես ուսումնասիրել եմ ժամանակին եւ հիմա էլ եմ իմ Միշտ դուք իսկականից օտարում եք։ Մի վարքյան։ Դուք ինձ իմ խոսքը կտրեցիք ու մի վարքյան եք խնդրում։ Մեջ մի հատկություն կա, նրանք էվոլյուցիայի չեն ենթարկվում։ Մեր գիտությունը, բժշկությունը օրինակ որպես գիտություն, ինչքան էլ առհամարի ժամանակի ընթացքում նա վերցնում է։ Օրինակ Մեսմերը առաջինն է ինքը հայտնաբերեց հիպնոզի այդ կարողությունները։ Էքստրասենսները չեն ենթարկվում։ Համարվեց հալածեցին, քարկոծեցին, այո, եւ հետո մի քանի տարիներ հետո նույն գիտնականները, բժիշկները դա որպես մեթոդ կիրառեցին։ Հա, հին հունական աստուանով կոչեցին այդ մեթոդը որպես հիպնոզ եւ այժմ սովորացնում են։ Լավ, ներեցեք Տիկին այսօր ներեցեք ամեն երրորդ զույգը Հայաստանի Հանրապետությունում տառապում է չբերությամբ։ Սա արդյոք կապ ունի հաշվարկների հետ։ Ձեր պրակտիկայում եղել են այդպիսի դեպքեր։ Այո, շատ։ Чеберությունը натальной карте каждого человека в гороскопе видны проблемы с женского типа, то есть родит человек, не родит, будут дети, какие дети. И проблемы тоже видны, соответствующие. Можно человеку сказать, какие у него проблемы, он пойдет к врачу. Տիկին Նինա, եթե չեմ սխալվում, ձեր գիտությունը, աստղաբանությունը հիմնվում է հաշվարկների վրա, ճիշտ է։ Ինչպես եք հաշվում։ Ինչն եք օգտագործում։ Օգտագործում եմ ժամը, օրը, ծննդյան, այո։ Տարեթիվը, ժամը, օրը։ Հիմա, եթե երկվորյակներ են, չէ՞, անկախ նրանից, որ նրանք ծնվել են նույն ժամին, նույն օրը, մի րոպեի տարբերություն։ Նրանք մի րոպե չէ։ Լինում է 10 րոպե, լինում է 7 րոպե, 8 րոպե, այո, տարբեր են։ Այդ տարբերությունը արդյոք չի տալիս կասկածի տեղիք, որ ինչպես կարելի է հաշվարկել, անգամ երկվորյակներն են տարբեր։ Չէ։ Нет. Ճշգրտությունը 100%։ Այո, точнейшие расчеты. Дети, родившиеся через 5 минут, совершенно разные. И в карте их натальный гороскоп, естественно, описывает, какие они и какая между ними разница. Շնորհակալություն, այսօր մենք խոսում ենք շատ գլոբալ թեմաներից, երբ հետաքրքիր է կոնկրետ ինչ թեմաներով են ձեզ դիմում եւ ինչ բուժումների արդյունքում։ Օրինակ, հենց խոսեցինք չբերության մասին, մեզ ռեյկիստներից հաճախ են դիմում չբերության հետ կապված խնդիրներով կանայք։ Եվ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվում, կանանց հետ աշխատում ենք, մենք չենք էլ իմանում ինչպես ենք, ոչ թե ինչպես ենք աշխատում։ Պատճառը տղամարդու մեջ է, բայց էլի կանանց հետ եք աշխատում։ Հիմնականում դիմել են այնպիսի կանայք, որոնց մոտ պատճառը իրենք են, տղամարդիկ մի քիչ խուսափում են այդպիսի տեղեր գնալուց, հատկապես հայ տղամարդը։ Աշխատել ենք կանանց հետ, ունենք շատ մեծ փորձ, թորնիկներ ունենք, այսպես ասած, եւ շատ հետաքրքիր ուղղակի աշխատում ենք եւ կնոջ 6-րդ չակրայի հետ, գլխի հետ ենք կոնկրետ աշխատում եւ այդ կանացի օրգանների հատվածը եւ հիմնականում հողակցումը տալիս ենք, արգանդը կարծես թե բացասական էներգիաներից մաքրվում է։ Ներեցեք հողակցում տերմինը ծանոթ է ինձ էլեկտրոէներգիայի հետ։ Երկրի հետ կապը, երկրի հետ էներգետիկ կապը, մարդու կապը, ոտքերի տակի չակրաներով երկրագնդի հետ, որովհետև մայր երկիր ինչու են ասում, մայր երկիրն է տալիս կնոջ այդ մայրությունը, ին էներգիան, կանացի էներգիան, երկիր մոլորակն է տալիս։ Եվ կանայք հիմնականում չեն հղիանում մի պարզ պատճառով անգամ, որ հողակցումը չկա, մայր երկրի հետ կապը չկա, ին էներգիան ներս չի թափանցում։ Եվ այդ հողակցումից հետո շատ հեշտ հղիանում են։ Եթե ավելի պարզացենք, կանայք շատ հաճախ տուժում են նրանց, որ բոբիկ չեն քայլում։ Ինչ չեն անում։ Բարձրակրում կոշիկները 21-րդ դարի վնասն է։ Որովհետև հողի հետ կապը իսկապես շատ կարևոր է։ Հիփակուստը, շատ հիփակուստը, իհարկե շատ։ Մի քիչ թեթև արև է լինում, միանգամից արդեն մոռանում են ամեն ինչ ու սկսում են Ռաֆ, այդ ուրիշ թեմա է։ Անվել, դա էլ պատճառն է չբերությանը կամ չգիտեմ ինչի, այնպես որ պետքա ստուդենտ տակ պահեն, լավ լինեն, սնվեն, դիետայի հետևից չընկնեն։ Ճիշտ ասում։ Սնվեք նորմալ, որովհետև ապագա մայրեր եք։ Իսկ մինչև ապագա մայրերին հասնելը գանք ապագա փեսացույնի միջալուց Ռաֆայելի սիրտը դեռևս ազատ է։ Ռաֆայել, բաժակ նայած կան։ Շատ անգամ եղել է, որ ասել եմ բաժակ նայեմ, բան, ես տենց ասել եմ, հա, ինձ հետաքրքիր է ուղղակի, ես միշտ տենց հումորով եմ վերաբերվել այդ ամեն ինչին, ոնց կարելի է բաժակ նայել ու ասել ճամփա ունես, մեջը սեր ունես, ստար կա, պտար կա, դա ամեն ինչ կլինի, որովհետև դա ինչ-որ տենց կոֆեի ավազից, տենց ինչ-որ բան, ամեն ինչ կարող ես պատկերացնել, դա ինձ թվում է մարդու պատկերացումն է, ոչ թե ճանապարհ ունես, այնքան էլ ինձ ասել ճանապարհ ունես, բայց ճանապարհը ես չեմ տեսել։ Բանը դրանում չի, լինում է եւ ճիշտ են ասում։ Չեմ հավատում ես։ Հիմա ես օրինակ կարող եմ ես առանց մարդուն ճանաչելու կարող եմ, եթե խոսում է ինչ-որ մեկի մասին, կարող եմ կենտրոնանալ եւ տեսնել բաներ, որոնք որ
նա ինձ չի ասել։ Արդյոք ես էքստրասենս եմ։ Ունեք էքստրասենսոր հատկություններ, բոլորն ունեն։ Մի քիչ երևի ձեզ մոտ զարգացած է ձեր աշխատանքի հետ կապված։ Ես մի ծանոթ այդպիսի բաժակնայող կին գիտեի, որը շատ ճիշտ բաներ էր ասում, ասենք մի 3-4-ը ճիշտ էր ասում, մեկն էլ այնպիսի սխալ էր անում, որ կարող է մարդու բայց օրինակ մի աղջկա համար իր այդ կնոջը դիմեցին ժամանակին տղան ինչ որ մեկի ամուսնանում էր մի աղջկա հետ, շատ լավ աղջիկ էր դեպ, ես այդ աղջկան գիտեի եւ ինքը նայեց բաժակի մեջ, ասեց այդ աղջիկը չար է, սատանա է, իրանից արդեն ամուսնացած էր տղան, իրանից հրաժարվեք եւ այդ տղան դրանից այդ աղջկանից բաժանվեց կոդավորվելով, հա բաժանվեց եւ իսկ այդ աղջիկը շատ լավ անձնավորություն էր եւ փաստորեն կոտրեց այդ մարդու հետագա կյանքը։ Գիտեք խնդրեմը ինչու՞մն է։ Խնդրեմը գիտեք ինչու՞մն է, որովհետեւ մեզ մոտ Հայաստանում ամեն երկրորդը սուրճի բաժակ նայող։ Դրա համար էլ եկեղեցին արգելում է բոլոր այն գիտակցություն անհարմար բաները, որոնք գործ ունեն մարդու թեմաները պետք է խոսենք հոգու զարգացման հետ եւ գտնվում են եկեղեցուց դուրս։ Ինքը եկեղեցին այդպիսի բաներով չի զբաղվում, եկեղեցու մեջ հիմնական բուժման կամ մարդուն օգնելու մեթոդը դա աղոթքն է, որի արդյունքում էլ մարդը ինչ-որ բան ստանում է։ Սիրելի հեռուստադիտողներ, ուղղակի հիշեցման կարգով ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է առավել քան 5150 գուշակ, գրված, չգիտեմ, մատնայող, աչք տեսնող, ունք բարձրացնող եւ քանի որ մարդկային գիտակցությունը շատ ցածր անհարմար է, երբ որ բարձր արժեքներից ես խոսում, մեկ էլ իջնենք ինչ որ բաժակը նայենք։ Մենք բայց շատ են չէ նույնացնում, չէ որ հաճախ դիմում են ուղղակի իրենց ամուսնու սիրուհուն իմանալու համար։ Արդյոք սա ցածր արժեք չէ։ Դրանից է որ մարդ չի ուզում ինքը փոխվի, մարդը համար դժվար է, թեկուզ սոսը լինի, ես կլինի, մեկ ուրիշ մասնագետ կլինի, մեր տեր հայրը կլինի։ Միևնույնն է, գործոնը մարդու մեջ է։ Այսօր մարդը պիտի ինքը կարողանա փոխվի, մարդը ինքը պիտի կարողանա սեր վերցնի։ Հակառակ դեպքում ինչքան էներգիա տանք, ինչքան խոսենք, ինչքան աշխատենք, առավել եւս նորից եմ շեշտում, քանի հնարավորություն ընձեռնվել, ես ասեմ 2000 տարի պետք է տևի այս գործոնը, որ մենք որի մեջ մենք մտել ենք ոսկե դարաշրջան, որ 2040 տարի պետք է տևի։ Երբ որ Քրիստոսը իջավ, Չէ, ուրեմն ամեն մի չեկալ, տիեզերական ամեն մի չեկալ, երբ որ երկերը համատեղ մենք մտանք ուրիշ տեղ, չգիտեմ որ պահով եք դուք նայում։ Մենք մտանք էսխատոլոգիայի մեջ։ Ես չգիտեմ դուք որ կողմից եք նայում, որ տեսնում եք մեզ ոսկե դարաշրջանում, որովհետև հələ որ ոչ մի ոսկու թեմա չկա տարածքում։ Քան բաներ կա, որ դեռ մարդկությանը տեղյակ չի։ Երևի ինձ ատրվեց։ Կարևոր է որ առաջին 3 տարին մարդկությունը կարողանա ապրել, որովհետև ոնց նայում ենք գնում ամեն ինչ դեպի վերջ։ Մնացածը արդեն հասկանալի կլինի, բայց պետք է հասկանալ, որ հավատքն է կարևոր է։ Բևերների հալման կապակցությամբ եւ գիտնականները ասացին, որ 30 տարվա ընթացքում պետք է բևերները հալեին, բայց գործընթացը արագացել է եւ անցյալ տարի սառույցները հալվել են այնքան, ինչքան պետք է հալեին 10 տարվա ընթացքում։ Դա նշանակում է մոտակա 3 տարվա ընթացքում մենք մեծ կատակլիզմների առաջ կկանգնենք։ Մեծ կատակլիզմներ հիմա էլ տեղի ունենում են ու ոնց նայում ես ամենաապահովը մենք ենք, որ ծով չունենք։ 2000 տարին գուցե մեր մտքերով կարող ենք Մարդկային գործոնների եթերում էքստրասենսորիկայից հասանք արդեն բևերներին, լինենք ուշադիր եւ հասկանանք, թե որոնք են պատճառները, որ մարդիկ թողած գիտությունը գնում են անհասկանալի բաների հետևից, հավատքն է կարևորը եւ բուժիչ կհանդիպենք։ Այս ինֆորմացիայից հետո ձեզ զանգահարել են արդյոք ամսագրից եւ բերել են արդյոք օգնությունը։ Ոչ, հունիսի 10-ից ինձ զանգահարում են մինչեւ առեսօր։ Չէ, բայց զանգահարել անհանգստացել փոշակառու տատիկի ասելով, որ դա անձնական տվյալները ոչ մի դեպքում հրապարակել չի կարելի։ Սովորաբար այդ զանգերը, որ կատարվում են, չգիտես ինչու միշտ փակ համարներից են լինում։ Հրաչյա, մենք խոսում էինք ամբողջ ընթացքում նրա մասին, որ որևէ իրավական հենք ունեցող քայլ եւ գործողություն ձեր կողմից եւ ձեր խմբագրականի կողմից չի արվել։ Ուրախ եմ, որ հիմա այստեղ գտնվում եմ, բայց կոնկրետ այս հարցի լուծումը ոնց որ վաղ թե ուշ տրվեր, հիմա երևի այստեղ ամեն հարցերի պատասխանը կստանանք։